Համայնքային գույքի տնօրի նման թափանցիկությունն ու պաշտոնատար անձանց պատասխանատվությունը կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է դեպք, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնական դիրքի չարաշահման, աճուրդի ընթացակարգի խախտման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հատկանիշներով։ Պաշտոնեական դիրքի չարաշահում, աճուրդի ընթացակարգի խախտում և ըստ մեղադրանքի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով բացահայտվել է դեպք, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով, որ մասնավոր ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար հողամաս է փնտրում, որոշել է օրենքի խախտմամբ համայնքին պատկանող գույքը դուրս բերել հաշվեկշռից և ձևակերպել եղբոր անվամբ։ Ըստ գործի նյութերի 2013 թվականի ապրիլին կազմակերպվել և անցկացվել է հողամասի աճուրդ վաճառք, սակայն այն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2012 թվականից մինչև 2025 թվականը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձը նախապես իմանալով բջջային կապի օպերատորի կողմից Դպրաբակ բնակավայրում բջջային կապի կայան տեղադրելու մտադրության մասին, նախօրոք որոշված հողամասը բջջային կապի օպերատորին տևական ժամանակահատվածով կայուն եկամուտ ստանալու դիտավորությամբ վարձակալական հիմունքներով հանձնելու համար ձեռնամուխ է եղել պաշտոնական լիազորությունները չարաշահելով, հիշյալ հողամասը համայնքի հաշվեկշռից օրենքի խախտմամբ դուրս բերելու, եղբոր անվամբ ձևականորեն գրանցելու և հիշյալ գույքի հանցավոր ծագումը տնօրինման եղանակը խեղաթյուրելով փաստացի իրենը դարձնելու գործընթացը։ Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր և բջջային կապի ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր։ Վարձավճարի ընդհանուր գումարը կազմել է 5 միլիոն 924 հազար դրամ, որը փոխանցվել է եղբոր և համայնքի ղեկավարի բանկային հաշիվներին, սակայն ըստ նախաքննության ամբողջ գումարը փաստացի տնօրինվել է համայնքի ղեկավարի կողմից։ 2013 թվականի մայիսին կազմակերպել և անցկացրել է քննարկվող հողամասի աճուրդ վաճառք և հանդիսանալով աճուրդավար հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ, այն է հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի ծնողները, ամուսինը, քույրը և եղբայրը, բնակավայրի նպատակային նշանակություն ունեցող հողամասը 38,000 դրամ գումարի դիմաց օտարել է եղբորը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման, փողերի լվացման հոդվածով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ անշարժ գույքը արգելադրվել է։ Պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Հետագայում եղբայրը քննարկվող հողամասը 25 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով հանձնել է բջջային կապի օպերատորին, իսկ վարձակալությունից ստացված եկամուտները ամբողջությամբ տնօրինվել են պաշտոնատար անձ հանդիսացող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից։ Դպրաբակ համայնքի նախկին վարչական ղեկավարի ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը պատճառված մոտ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև արգելադրվել է քննարկվող հողամասը։ Նախաքննությունը ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Այս գործը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում համայնքային գույքի տնօրինման, թափանցիկության և պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցին, թե արդյոք մեղադրանքը կհաստատվի դատարանում, ցույց կտա դատական քննությունը։